Ողջույն ընկերներ, այս տեսանյութը PBR workflow-ների մասին է։ Կծանոթանանք նաև ինչպես կառավարել մեր տեքստուրաները Blender-ում։ PBR Physically Based Rendering Սա շեյդինգի համակարգ է, որը թույլ է տալիս ստեղծել ֆոտոռեալիստիկ արդյունքին ցկտող որակ։ Շնորհիվ այս տեխնոլոգիայի մենք ստանում ենք փայլուն արդյունք անկախ կիրառվող լուսային լուծումներից։ Կան երկու workflow-ներ՝ Metallic Roughness workflow-ն եւ Specular Glossiness workflow-ն։ Ինչպես տեսնում ենք, Metallic Roughness workflow-ում մատերիալ ստեղծելու համար օգտագործվել են 6 տեքստուրաներ։ Base Color-ը պատասխանատու է գույնի համար։ Նմանատիպ է Albedo եւ Diffuse map-ի հետ։ Diffuse-ը առավել վաղանունն է, որը հրապարակված է եղել մինչև PBR ստանդարտացումը։ Specular workflow-ում բոլորը ունեն նույն ֆունկցիոնալը։ Tangent Space Normal Map-երը կառավարում են արտացոլման ուղղությունը, ելնելով նորմալի ուղղությունից։ Այն ավելացնում է խորտուփորտություններ առանց մեշը ծանրացնելու։ Կան 3 տեսակի նորմալ մեփեր՝ OpenGL-ը, DirectX-ը եւ MIKK-ը։ OpenGL-ը եւ DirectX-ը նույնն են բացառությամբ կանաչ ալիքի ինվերտվածության, իսկ MIKK-ը համապատասխան է բոլոր ռենդերերներին։ Դրամաբանորեն Metallic workflow-ն իր անունը կրում է մետալիկ մատերիալ ստեղծելու շնորհիվ, եւ ամենակարևոր հարցը այն է, թե մետալիկ մատերիալ է ստեղծվում, թե ոչ։ Եթե այո, սպիտակ, եթե ոչ, սև։ Իսկ roughness-ը կառավարում է մետաղի անփայլությունը կամ փայլատությունը։ Սպիտակ արժեքը մատերիալին կտա փայլ, լուսավոր արժեքը կլինի անփայլ, իսկ մուգ արժեքը կլինի փայլուն։ Սա տալիս է մատերիալին ռեալիստիկ հատկություններ, օրինակ մատնահետքեր ապակու վրա կամ տաք բաժակից մնացած հետքեր սեղանի վրա։ iMap-ը մատերիալին հաղորդում է խորություն, դեպ այս տեքստուրաների հավաքականությունը ապահովում է ռեալիստիկ արդյունք մոդելի վրա։ Եվ վերջապես Ambient Occlusion-ը տալիս է օբյեկտին ինքնաստվերում։ 3D աշխարհում առաջին անգամ մատերիալ ստեղծվել է այս ճանապարհով։ Սկզբում մատերիալին տալիս ենք Diffuse Color, հետո ավելացնում ենք Glossiness, այս տիպի մատերիալները կոչվում են Dielectric, այսինքն ոչ մետաղ, բայց դրա կողքին գոյություն ունի մետաղական մատերիալ, որ ավելի քիչ է անհրաժեշտ լինում, բայց պահանջում է այլ մոտեցում։ Մետաղը առանձնահատուկ է, քանի որ այն լույս չի կլանում, այն չունի diffuse տար, այն ամբողջովին գլոսի է։ Որպես կանոն մաքուր փայլուն մետաղը այդքան էլ հաճելի տեսք չունի։ Որպեսզի այն ավելի ամբողջական ու գրավիչ տեսք ունենա, մենք մեր մետաղի տեքստուրաներին ավելացնում ենք նաև bump եւ roughness մատերիալներ։ PBR workflow-ի շնորհիվ մենք կարողանում ենք ստանալ ֆոտոռեալիստիկ մատերիալներ, որոնք դրսևորում են իրենց բնական, անկախ լուսային միջավայրից, միևնույն կարգի բնական ձևով։ 3D աշխարհում առկա է երկու տարբեր workflow՝ Specular Glossiness եւ Metallic Roughness։ Պայմանականորեն տեքստուրաները կարող են բաժանվել 3 տեսակի՝ գույն, արտացոլանք, խորտուփորտություններ կամ մանր դետալներ։ Displacement-ը կամ high map-ը օբյեկտներին տալիս են մեծ դետալներ, իսկ normal map-ը ավելի մանր դետալներ, իսկ ambient occlusion-ը տալիս է ինքնաստվերում։ Առաջին էական տարբերությունը Glossiness-ի եւ Roughness-ի միջև ըստ էության այն է, որ սրանք նույն հատկության հակառակ կողմեր են։ Մեկի դեպքում մատերիալը ստացվում է կատարյալ փայլուն, հայլունման, իսկ հակառակ դեպքում անփայլ։ Այն կառավարվում է 0-ից 1 ընկած արժեքներով կամ սև ու սպիտակ տեքստուրաներով։ Glossy տեքստուրաներում որքան մոտ կլինի սպիտակին, այդքան փայլուն կլինի մատերիալը։ Իսկ Roughness workflow-ում սև տեքստուրաները կտան մատերիալին փայլ։ Եթե մատերիալը չունի մետաղական հատված, ապա Color եւ Diffuse մատերիալները նույնը կլինեն։ Իսկ երբ առկա է մատերիալի մեջ մետաղական հատված, մետաղական հատվածի գույնը Specular workflow-ում engine-ը կկաշտա Diffuse ալիքից։ Specular workflow-ում մատերիալները կոչվում են Metallic կամ ոչ Dielectric։ Իսկ քանի որ դրանք ոչ մետաղական են, Metalness տեքստուրան կլինի ամբողջովին սև, իսկ Specular տեքստուրան կլինի համապատասխան մոխրագույն երանգով համապատասխանեցված Dielectric մատերիալի գույնին։ Եթե մենք նայենք մետաղական workflow, ապա կտեսնենք, որ այս workflow-ում Metalness-ը կլինի ամբողջովին սպիտակ, իսկ Diffuse-ը ամբողջովին սև։ Color եւ Specular գույները կրում են այստեղ գույնի հաղորդման ալիք։ Շատ հաճախ տեքստուրաները ունենում են մետաղական եւ ոչ մետաղական հատվածներ։ Տեսնում ենք, որ Metallic workflow-ում Base Color-ը տալիս է գույնը, իսկ Metalness-ը տալիս է, որ հատվածներում է մետաղական եւ մետաղականությունը վերցնում է սպիտակ գույնից, իսկ գույնը վերցնում է Base Color-ը։
Color-ից։ Միևնույն ժամանակ Specular Workflow-ում Metallic Reflection-ի գույնը կախտում է Specular Map-ից։ Գոյություն ունի նաև VO արժեքների աղյուսակ Index of Refraction Value։ Այս աղյուսակի արժեքները չափված են մի քանի անգամ և հաստատված են որպես ստանդարտ արտացոլման չափման ունակություն։ Այսպիսով մտնում ենք Blender, աջ կողմում տեսնում ենք Viewport-ը, սա այն տեղն է, որտեղ աշխատում ենք թվային աշխարհում, իսկ ձախ կողմում Material Editor-ն է։ Աջ կողմում անհրաժեշտ է ստեղծել մոդել, մեր դեպքում Primitive։ Սեղմում ենք Shift-A ու ընտրում ենք Parse հարթություն։ Ներքևի պանելը բացելով կարող ենք կառավարել plane-ի մեծությունը, սեգմենտների քանակը և այլ հատկություններ։ Չափը նշում ենք 16 մետր, 3D աշխարհում չափազանց կարևոր է իրական աշխարհի չափերով աշխատելը, իրական լուսավորություն ստանալու համար։ Հետո Multiplier Modifier-ն ենք ավելացնում, որպեսզի ունենանք հնարավորություն աշխատանքի ընթացքում փոփոխելու plane-ի սեգմենտները։ Սա հնարավորություն կտա displacement-ը իրականացնելու համար մեշի պոլիգոնները ծանրացնել միայն անհրաժեշտ քանակով։ Հրաշալի։ Սեղմում ենք մատերիալի icon-ի վրա և հայտնվում ենք մատերիալների բաժնում։ Սեղմում ենք New և տեսնում ենք մոդելի համակարգ ձախ կողմում։ Առաջինը առանց ժամանակ կորցնելու անվանում ենք մեր մատերիալը Set։ Կա մի լայֆհեք Blender-ի մեջ։ Պարզապես այն պետք է միացնել։ Գնում ենք Preferences, այն կոչվում է Node Wrangler։ Միացնում ենք այն։ Ինչպես է այն աշխատում։ Ընտրում ենք նոդը և սեղմում ենք Ctrl-Shift-A, որից հետո ցույց ենք տալիս մեր մատերիալի ֆոլդերը, ու հետո սեղմում ենք հաստատել։ Ահա և մատերիալները կապված են իրենց սլոթերին, ինչպես նաև միացված են տեքստուրաների կոորդինատներին։ Տեսնում ենք ստանդարտ տեքստուրաների փակ, ինչպիսիք են Diffuse-ը, Bump-ը և Normal Map-ը։ Blender-ում ամեն մի նոդ ընդգծված է մի գույնով։ Օրինակ, բոլոր տեքստուրաները նարնջագույն են, բոլոր մատերիալները կանաչ, Ambient Occlusion-ը միացված չէ, որովհետև Blender-ը չունի default նման slot։ Հոգ չէ, մենք ինքներս այն կմիացնենք։ Այս տեքստուրան ավելացնում է միկրոստվերները և հատկապես ստվերային հատվածներում։ Քանի որ Blender-ը չունի համապատասխան channel, մենք այն պարզապես կմիքսենք Diffuse channel-ի հետ։ Ավելացնում ենք Mix node և Blending mode-ը դարձնում ենք Multiply, որից հետո Mix Factor-ը դնում ենք 1։ Փոխում ենք տեսնելու ձևը դարձնելով Material Preview, մատերիալի նախադիտման ձև։ Այս պահին մենք չունենք ոչ մի առանձնահատուկ բան։ Պետք է որոշակի փոփոխություններ անել։ Գնալ մատերիալների բաժին, իջնել ամենաներկև, մտնել Setting և Bump ռեժիմը փոխարինել Displacement and Bump-ով։ Փոխում ենք Render View-ն, դարձնելով Render վիճակը։ Սեղմում ենք Shift+A, որը բացում է որոնման պատուհանը, և գրում ենք Displacement։ Ավելացնում ենք Displacement տեքստուրան, որը այստեղ կոչվում է Depth անունով, խորություն։ Color-ը միացնում ենք 18։ Ճիշտ է, արդեն կարելի է տեսնել որոշակի տեքստուրաներ, անկախ նրանից, որ չունենք լավ լուսավորություն։ Node Wrangler-ի ավտոմատ գեներացրած այս նոդերի խումբը կառավարում են մատերիալի թայլինգը, կրկնվելու հաճախականությունը և տեքստուրաների մեծությունը, որը միացված է վեկտոր կոորդինատին։ Այս պարզ քայլը օգնում է մեզ հեշտությամբ կառավարել բոլոր տեքստուրաների չափը միաժամանակ։ Քիչ-քիչ մոտենում ենք իրական տեսքի։ Մեզ մոտ դեռ պակասում է ինտենսիվությունը։ Փոխում ենք Color Space-ը RGB-ից դարձնելով Non-Color, քանի որ մեր տեքստուրան սև ու սպիտակ է, իսկ գունային ինտենսիվությունը մեզ հարկավոր չէ։ Ահա և մենք ստացանք ինչ պետք է։ Այժմ եթե հարկավոր է, կարող ենք կառավարել նաև պոլիգոնների քանակը, ավելի դետալիզացված լինելու համար։ Մենք բաց ենք թողել շատ կարևոր մի քայլ։ Իհարկե, դա առաջնային լուսավորությունն է։ Այս լուսավորությամբ ստանալ ինչ-որ լավ բան դժվար կլինի, որովհետև լուսավորությունը վատն է։ Հեռացնում ենք HDRI-ը և փոխարենը կիրառում ենք Default Sky Texture, World բաժնում ավելացնելով Sky Texture։ Ամեն ինչ դարձավ սպիտակ և ոչ տոլերանտ։ Դրա համար անհրաժեշտ է իջեցնել Strength-ը։ Կարգավորումը կատարվում է էքսպերիմենտալ եղանակով։ Պտտելով արևի ուղղությունը, ընտրում ենք լույսի լավ դիրք։ Կոնտրաստ ունենք, դետալները երևում են նաև արտացոլանքները։ Սկզբում խորհուրդ է տրվում այս կապերը տալ ձեռքով, որ էությունը պարզ լինի։ Blender-ը ընդունում է roughness տեքստուրաներ, իսկ մեր ունեցած տեքստուրան glossiness է։ Node Wrangler-ը ավտոմատ ինվերտել է այն ճիշտ արդյունք ստանալու համար, իսկ Bump-ը աշխատում է առանձին նոդով, որտեղ ընտրում ենք Displacement and Bump։ Ավելացնում ենք ջուրջ, ստեղծում ենք նոր մատերիալ և անվանում ենք, գրում ենք J-U-R-R։ Transmission-ը դնում ենք 1 թափանցիկության համար։ Մաքսիմալ արդյունք տալիս ենք նաև Specular-ին, կլիկի ինտենսիվության համար։ Եվ հեռացնում ենք Roughness-ը դեպի մինիմալ արժեք։ Մենք արդեն ունենք թափանցիկ ջուրը, անհրաժեշտ է ավելացնել ալիք։ Ստեղծում ենք Wave Texture և այն միացնում Bump Map-ին։ Փոխում ենք տեսնելու վիճակը, դնելով Material View։ Այս
Այսպիսով տեսնում ենք իրական ժամանակում։ Արդյունքին հասնում ենք սլայդերները էքսպերիմենտալ փոփոխելով։ Blender-ում ստիպված ենք արդյունքը ստուգելու համար մի ռեժիմից մյուսը անցնել, թերությունները ավելի պարզ տեսնելու համար։ Պետք է այս ամենին վերաբերվել հոգատարությամբ եւ սիրով։ Այս ամենը պետք է կրկնել այլ տեքստուրաներով արդյունքը ամրապնդելու համար։ Տեսանյութը մոտեցավ իր ավարտին, ձեզ հետ էր Մհերը։ Բաժանորդագրվեք մեր Telegram-ին, Instagram-ին, YouTube-ին, լայքեք, թողեք ձեր մեկնաբանությունները, կիսվեք ձեր ընկերների հետ եւ լավ եղեք։